Ինչու է քրիստոնեությունը միակ ճշմարիտ կրոնական ուսմունքը։ Նախորդ տեսանյութում տեսանք, որ բոլոր կրոնները չեն կարող միաժամանակ ճշմարիտ լինել, բայց այդ դեպքում առաջանում է հաջորդ հարցը. իսկ ինչու հենց քրիստոնեությունը։ Ի վերջո աշխարհում բազմաթիվ կրոններ կան, բայց իրականությունն այն է, որ քրիստոնեության հիմքում կա մի առանձնահատուկ պնդում, որը հիմնված չէ միայն գաղափարների, բարոյական ուսուցումների կամ հոգևոր փորձառությունների վրա։ Այն հիմնված է պատմական իրադարձության վրա՝ Հիսուս Քրիստոսի հարության։ Պողոս առաքյալը գրում էր. եթե Քրիստոսը հարություն չի առել, մեր հավատն ապարդյուն է։ Այլ խոսքերով, եթե հարությունը տեղի չի ունեցել, ապա քրիստոնեությունը կեղծ է։ Բայց եթե այն տեղի է ունեցել, ապա դա փոխում է ամեն ինչ։ Հենց այդ պատճառով բազմաթիվ պատմաբաններ ուսումնասիրել են այս հարցը եւ գոյություն ունեն մի քանի փաստեր, որոնց հետ համաձայն են նույնիսկ բազմաթիվ ոչ քրիստոնյա մասնագետներ։ Հիսուսը խաչվեց, դրանից հետո նրա աշակերտները անկեղծորեն հավատացին, որ տեսել են հարություն առած Հիսուսին, եւ դրանից հետո քրիստոնեական շարժումը հանկարծակիորեն սկսեց աճել հենց Երուսաղեմում, այն քաղաքում, որտեղ մարդկանց առաջ Հիսուսը մահապատժի էր ենթարկվել։ Եվ նույնիսկ այնպիսի նախկին հակառակորդներ, ինչպիսիք էին Պողոսը եւ Հակոբոսը, դարձան քրիստոնյաներ եւ նույնպես պնդում են, որ Հիսուսը հարություն է առել։ Հիմա հարցն այն է, թե որ բացատրությունն է լավագույնս միավորում այս փաստերը։ Հետազոտողների կողմից տարբեր պատասխաններ են առաջարկվել։ Գուցե այս ամենը պարզապես լեգենդ է։ Սակայն սա հերքվում է նրանով, որ Հիսուսի խաչելության եւ հարության պատմությունը աշխարհում ամենաշատ ձեռագրերով եւ աղբյուրներով պահպանված պատմությունն է։ Գուցե առաքյալները պարզապես հալյուցինացիաներ էին ունեցել։ Սա էլ հերքվում է նրանով, որ բոլոր առաքյալները 40 օր շարունակ չեն կարող տեսնել նույն հալյուցինացիաները նույն դետալներով։ Սա հակագիտական է։ Իսկ միգուցե սա խաբեություն է եւ առաքյալները պարզապես ստում են, թե նրանք տեսել են հարություն առած Հիսուսին։ Սա էլ հերքվում է հստակ տրամաբանական իրողությամբ, որ առաքյալները ենթարկվում են ամենադաժան հալածանքների ու նույնիսկ մահանում հանուն այն պնդման, որ Հիսուսը հարություն է առել մեռելներից։ Իսկ հանուն իր հորինած ստի, որը ինքն էլ գիտի, որ սուտ է, ոչ ոք մահվան չի գնում։ Եվ բնականաբար, շատ հետազոտողներ կարծում են, որ այս բոլոր տարբերակները դժվարությամբ են բացատրում ամբողջ պատկերը։ Քրիստոնեությունը պնդում է, որ լավագույն բացատրությունը հենց այն է, ինչ հայտարարում են ականատեսները, որ Հիսուսը իսկապես հարություն է առել մեռելներից։ Եվ եթե դա ճիշտ է, ապա քրիստոնեությունը պարզապես կրոն չէ, այն իրականության մասին ճշգրիտ եւ տրամաբանական պատմություն է։